Ինչով եք ուժեղ արա։ Արև մի խոսա, Ինչով եք ուժեղ արա։ ոնց որ երաժշտություն ուզում ես թարգես, գողական գնաս։ Բարև հայր ջան, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ինձ մեծ ուժ ու համբերություն ա պետք էս վիդեոն նկարելու համար, որ ընթացքում ուղղակի ներվերս տեղի չտա ու հանրային կարգով ընդունված ցենզուրան չխախտեմ։ Ես դες պետք է խնդրեմ, որ ինչ տիպի բարդ է լինի, նայել այն, ինչը ստեղ կցուցադրվի։ Անպայման նայեք մինչև վերջ, որովհետև եթե այս ամենը ամբողջությամբ չտենաք, կտենաք հետո մենակ հատվածներ, բայց չեք հասկանա ամբողջ պատկերը։ Կտենաք խոսքեր, բայց չեք տենա մեխանիզմը, կլսեք աղմուկ, բայց համակարգը չեք ընկալի։ Իսկ ինձանից բացի ձեզ ոչ մեկ չի տալու այն մակարդակի վերլուծություն, որը միշտ ու ամեն կողմից անհերքելի է։ Այս վիդեոն նրա մասին չի, թե ով ինչ ասեց, այլ նրա մասին է, թե իրականում ինչի է այս մարազմը տեղի ունենում, ով է դրանից շահում ու ինչի են ձեզ պահում նույն փակ շրջանագծի մեջ։ Եթե մինչև վերջ նայեք, դուք այլևս նույն աչքով չեք նայելու ոչ իշխանությանը, ոչ էլ իրան արժանի ընդդիմությանը, ոչ էլ առավել եւս իրենց վարած չակերտավոր քաղաքականությանը։ Դրա համար կարևոր է, որ զինվեք համբերությամբ ու նայեք մինչև վերջ։ Հիմա կնայեք սրանց դատարկաբանությունը, ու մենք կխոսանք նրա մասին, թե ոնց են ձեզ տարիներով զբաղացնում իրենց այդ էժան ներկայացումներով, որ դուք չնկատեք իրականում ինչ է կատարվում ձեր երկրի հետ ու իրականում ում կողքը պետք է կանգնեք։ Այսօր միասին կբացենք սրանց արդեն փդած, բայց դեռ գործող մեխանիզմը։ Մի ժամանակ այդ արվում էր Նիկոլի ու Սերժի մեջ, հետո արվում էր Նիկոլի ու Քոչարյանի մեջ, հիմա էլ արվում է Նիկոլի ու Սամվելի մեջ։ Ու սա մեխանիզմ է։ Մեխանիզմ, որով ձեզ պահում են նույն փակ շրջանագծի մեջ, նույն դեմքերով, նույն խոսքերով, նույն դատարկ աղմուկով։ Նայեք ինչ է կատարվում հիմա։ Մեկը տեսախցիկի առաջ կանգնում է, իրան թվում է հումոր անում, հարցեր է տալի ու ձեզ ուզում է հրամցնի, որ իր այդ ապուշ պահվածքով ինքը իբր նենց մի այլ տիպի սուրմտքի տեր է, էլի։ Մյուսները դրա այդ նույն մակարդակով պատասխանում է իրան։ Մի խոսքով իրար հերթ չտվող դատարկաբանություն, որը ներկայացվում է որպես քաղաքական պայքար, բայց այս համ քաղաքական չի, համ էլ պայքար չի, այս վատ բեմադրություն է, այս է նույն հին մաշված պրիմիտիվ տեխնոլոգիան է, որով տարիներով ձեզ կերակրել են։ Մեկին հանում են մյուսի դեմ, աղմուկ են սարքում ու ուշադրությունը պահում են իրենց վրա։ Իսկ իրական ուժերը մնում են ստվերում։ Ու ամենավտանգավորը այն է, երբ դուք սկսում եք հավատալ, որ ընտրությունը հենց սրանց մեջ է։ Այս հոգեբանական թակարդը։ Հիմա նայեք շատ ուշադիր։ Ես ձեզ հիմա ցույց եմ տալու մի փոքր հատված, հետո բնականաբար մյուսներն էլ ու այս հատվածից հետո մենք միասին կքանդենք ամբողջ այս ներկայացումը շերտ առ շերտ։ Նայեք, հետո կշարունակենք։ Այդ որ ասում եք ուժեղ եք, ինչով եք ուժեղ արա։ Լսեցիք սրա խոսալը, ինչով եք ուժեղ արա։ Այս արան բառ չի, այս իր մակարդակն է, այս իր մտածողության սահմանն է։ Օրինակ ես հիմա կարամ ինձ թույլ տամ արայով խոսամ, բայց հնարավորինս աշխատում եմ չանցնեմ այդ բառամթերքին։ Բայց երբ երկրի ղեկավար կոչվածն է խոսում արայով, ինքը ոչ թե իջնում է ժողովրդի լեզվին մոտ ելնելու համար, այլ ինքը բարձրացնում է իր անկարողությունը որպես նորմ։ Այս ժողովրդականություն չի, այս լեզվական դեգրադացիայի օրինականացումը վերևից։ Պետության ղեկավարի խոսքը պետքա լինի չափ, կշիռ ու համակարգ, պետքա ձևավորի մտածողություն, ոչ թե արտացոլի փողոցի ամենացածր շերտը, բայց տեղ մենք տենում ենք հակառակը, երևույթ, որը պետությունը իջացնում է իր խոսքի մակարդակին, որտեղ ինքը չի կարա բարձրանա պետության մակարդակին։ Սրա դեպքում արայով հարց տալը սարկազմ չի, այդ ինքնաբացահայտում է։ Այս արդեն ոչ թե քաղաքական դիրք է, այլ մշակութային կապիտուլյացիա ուղիղ եթերում, ու ամենավտանգավորը, երբ սրան սովորում են, երբ ես դառնում է նորմալ։ Ու նայեք հիմա, տեսեք հետո էսի ինչ է շարունակում։ Մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք, եւ ես ընդունեմ, որ ուժեղ եք, կամ ուրիշ տարբերակ։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության
ասեք, որն է Իսպանիայի մայրաքաղաքը, եւ ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ։ Լսեք էսի ինչ մակարդակի ճակերտավոր չափանիշը առաջ քաշում 30 հատ ջիմարեք ուժեղ եք Իսպանիայի մայրաքաղաքը ասեք ինտելեկտուալ եք Այս արդեն անգամ ծիծաղալու չի այս վտանգավոր պարզեցումը որը ներկայացվում է որպես չափման համակարգ Հիմա լսի արա Ուժը ժիմով չի չափվում Ուժը չափվում է նրանով թե կարաս պետություն պահես թե պետությունն է քեզ քաշում իր հետևից Ուժը այն է որ ասում ես Արցախը Հայաստանը եւ վերջ հետո այնքան էլ նես որ խոսքդ պահես Ուժը այն է որ բանակը զինես ու չստակդ Արցախ բառից ու չասես որ Արցախ բառը դա կոնֆլիկտ է Դու ես ուժից խոսում արա Նես չի որ դիմում ես իրանք են ուժեղը Արա բայց այդ քո ասելունն է Կամ ինտելեկտը մայրաքաղաքների անուններով ես չափում, այնքան տգետ ես, որ գիտելիքն ու ինտելեկտը իրարից չես կարում տարբերես։ Մարդը կարա գիտելիք ունենա, այսինքն ասածդ մայրաքաղաքը իմանա, բայց ինտելեկտ չունենա ու հակառակը։ Ինտելեկտը տեղն լինի, բայց մի հատ մայրաքաղաքի անուն չիմանա։ Ու ընդհանրապես ինտելեկտը չափվում է նրանով, որ կարում ես քաղաքականությունը կանխատեսես մի քայլ առաջ, թե ամեն անգամ ուշ ես հասկանում, թե ինչա կատարվել արդեն։ Հայր ջան, այս քաղաքական բանավեճ չի, այս մանկապարտեզի մրցույթը տեղափոխված պետական մակարդակ։ Ու այս այն ժամանակահատվածում, երբ երկիրը մազից է կախված։ Հեսա անդիմության պատասխանին էլ կանցնենք ու դուք մի հատ նայեք ինչա այսօրվա իշխանությունը իր անդիմության հետ միասին։ Ու դուք սրանց մեջ պետք է ընտրեք, հեսա սպասեք դրան էլ կհասնենք ամեն ինչ հերթով։ Ու այս երկրի ղեկավար կոչվածի թեստերը նայեք, էլի, թեստը անցկացնում, հարցեր է տալի։ Երբ ղեկավարի թեստը դառնում է կամ մուսկուլ կամ դպրոցական հարց, այդ նշանակում է ինքը չունի ոչ քաղաքական չափանիշ, ոչ ռազմավարական լեզու, ոչ էլ մտքի հորիզոն։ Այս այն կետն է, որտեղ պետությունը դադարում է լինել ինստիտուտ ու վերածվում է էժան շոուի դատարկա գլուխների համար։ Ու ստեղը ամենակարևորը, որտեղ այս ուղղակի անհաջող հումոր չի, այս գիտակցված շեղում է։ Ձեզ տանում են դեպի ժիմ ու մայրաքաղաքների իմացություն, որ դուք չհարցնեք, իսկ ո՞րն է երկրի ուղղությունը, ով է պատասխանատու արդյունքների համար ու ուր է գնում ամբողջ համակարգը։ Էսա սրանց ամբողջ տրուկը իջացնել դաշտը այնքան որ իրանք իրենց հարմարավետ զգան, որովհետև սրանց ուղեղը չի ընկալում թե ինչա իրական քաղաքականությունը ու այդ իրենց չընկալումը իրականում ոչ ուժ է, ոչ էլ ինտելեկտ։ Այդ դատարկության փաթեթավորումը աղմուկի մեջ ու այդ դատարկությունը չի կանգնում ու չի հագենում ուշադրությունից։ Ու որ նույն խաղը շարունակվի, որ բոլորիդ ուշադրությունը մնա իրա ու իրանով ընտրված ընդդիմության վրա։ Ինքը անում է նաև երկրորդ վիդեոն, նայեք։ Պաստորեն ուժեղ տղեկը քննիչից վախում են, ոչ թե վախում են, այլ սարսափած են։ Դրա համար չեն մտնում ուղի եթեր եւ հաղորդակցվում հանրության հետ, որովհետեւ վախենում են քննիչը կարող է ջղայնանա եւ կարող է ականջները քաշի։ Իրականում ինչքան ես գիտեմ, քննիչը պարզաբանել է, որ թույլ է տալիս։ Մտեք ուղի եթեր ուժեղ տղեկ, մի վախեցեք քննիչից, չի ծեծի։ Հիմա Հայաստանում քննիչները չեն ծեծում մարդկանց։ Այդ դուք ուրիշ տեղ եք, տեսե ուրիշ տեղ են ձեզ ծեծել, ստեղ չեն ծեծի, հանգիստ եղեք։ Հիմա լսեք հայր ջան, այս արդեն ոչ թե ցածր մակարդակը ընդհանրապես, այլ իրականության ուղիղ խեղաթյուրում։ Մարդը կանգնում է տեսախցիկի առաջ ու սկսում է ծաղրել մի թեմա, որը ցանկացած պետության մեջ համարվում է ամենազգայունը։ Մարդու անվտանգությունը, քննիչի վարքագիծը ու համակարգի պատասխանատվությունը։ Ասում են չեն ծեծի, հանգիստ եղեք։ Այս հումոր չի, այս սարկազմ էլ չի, այս ինստիտուցիոնալ ցինիզմը փաթեթավորված դեբիլ ժպիտով, երբ պետության ղեկավար կոչվածն է նման տոնով խոսում, ինքը չի պաշտպանում համակարգը, ինքը նվազեցնում է դրա վստահելիությունը, որովհետև նորմալ երկրում նման բաներ կամ չեն ելնում, կամ եթե երբևէ եղել են էլ, դրանց մասին խոսում են լրջությամբ, ոչ թե ծաղրով, բայց տեղ տենում ենք հակառակը, խնդիրը վերցվում է, դարձվում է ծաղրի առարկա ու ներկայացվում է որպես ոչինչ։ Հայր ջան, այս քաղաքական սխալ չէ, այս մտածողության լուրջ ճգնաժամ է, երբ երկրի ղեկավարը խնդիրը տենում ու չի լուծում, այդ թուլություն է, բայց երբ ինքը այդ խնդիրը տենում ու ծաղրում է, այդ արդեն վտանգ է։ Ոստեղ ամենակարևորն այն է, որ այս նորից նույն տեխնոլոգիան է, քննիչ, վախ, ծեծ, ծաղր, ամեն ինչ խառնվում է իրար, որ
քննարկումը չլինի իրական հարցերի մասին, որ դուք չհարցնեք, արա այ միշտ սոված համակարգը ինչի է այս վիճակում, ով է պատասխանատուն ու ինչ է արվում այդ փոխելու համար։ Փոխարենը ձեզ տալիս են շոու ու էսա ամբողջ պատկերը, մեկը խոսում է, մյուսը արձագանքում է ու երկուսն էլ պահում են ուշադրությունը իրենց վրա։ Իսկ իրական քաղաքական դաշտը, այսինքն մենք, փաստացի մնում ենք ստվերում, որովհետև դուք տարված եք սրանց դատարկաբանությամբ ու ձեզ հետաքրքիր չի, թե այդ ֆոնին ոնց է Լուիսի բանակը ներկայացնում Հայաստանում եղած ամենամեծ ու խորքային քաղաքական ծրագիրը, միակ հայամետ քաղաքական ուղղությունն ու ոնց է պատրաստ բոլոր ռիսկերը իր վրա վերցնելով այս տափակ ժանգոտ ու հայակործան համակարգը վերացնի։ Դուք չեք տենում, որովհետև մի հատ լսում եք ապուշ ու տգետ հարց, հետո անհամբեր սպասում եք մյուս կողմից դրան հավասարազոր պատասխանին։ Ու հիմա Նիկոլին արդեն պատասխանել են ուժեղ Հայաստանից, էդ էլ նայեք։ Անկամ եթե գործը այդ լավ չի գնում ու տեսնում ես, որ պարտվում ես ընտրություններում, պետք է քեզ պահել հավասարակշիռ եւ հարգալից մարդկանց հետ։ Այսօր Հայաստանի վարչապետը փողոցային ձևով, փողոցային բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Մեր ուժը դա մեր ծրագրերն են ու կամքը այդ ծրագրերը իրականացնելու։ Մեր ուժը բանակի վերափոխումն է 10,000 նոր անօթաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել, հայկական հակաօդային պաշտպանության վերաստեղծումն է մեր ուժը, որը կօգնի Հայաստանի օդը վերջապես ապահով պահել, ոչ թե մի հատ անօթաչու մինչև Աբովյան գա։ Դա է մեր ուժը ու մեր կամքը, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ հասնենք դրան։ Իսկ որնա քո ուժը։ Ես վերջերս ոնց որ բնավորություն ես սարքել հայերի հետ, Հայաստանի քաղաքացիների հետ արայով խոսես։ Այցելությունների ժամանակ էլ եմ տեսնում։ Արայով մի խոսա, ոնց որ երաժշտություն ուզում ես թարգես, գողական գնաս։ Մի գնա, այլ զբաղվի երկրի վարչապետին հարիր գործերով։ Եթե արայով խոսացող էիր, մինչև վարչապետ լինել այդ խոսեիր, տեսնենք ինչ կլինի։ Չնայած լսել եմ, մի անգամ խոսել ես, հետևանքների մասին էլ եմ լսել։ Լսեցիք, այս ներկայացվում է որպես պատասխան։ Ինչ պատասխաներ է։ Ինչ մեկի ասածը, ինչ մյուսի պատասխանը։ Բայց եկեք մի պահ հանենք էմոցիաները ու նայենք ինչ է իրականում ասում այս մարդը։ Ասում է մեր ուժը ծրագրերն են, մեր ուժը կամքն է։ Հայր ջան, այս քաղաքական խոսք չի։ Այս դատարկ բառերի դասական փաթեթ է, որը ասում են բոլորը, երբ իրականում կոնկրետ ոչ մի բան չունեն ցույց տալու։ Ուրեմն ասեմ իմանաք, որ ծրագիրը ուժ չի, քանի դեռ այդ թղթի վրա է։ Ասեմ նաև, որ կամքն էլ ուժ չի, եթե դրա հետևը ազգային համակարգ չկա։ Ձեր ծրագրերի հետևը կանգնած համակարգը հայտնի է։ Դրա մասին հետո կխոսանք, այս վիդեոն դրա մասին չի։ Ու հետո ինչ է ասում։ Ասում է 10,000 անօթաչու մեր տնտեսությունը կարաձգի։ Ուրեմն հիմա ուշադիր լսեք, բանակը Excel-ի թիվը չի ու պատերազմն էլ YouTube-ի վերնագիր չի, որտեղից, ոնց, ինչ տեխնոլոգիայով, ինչ արդյունաբերական բազայով, որ շուկաներով, որ ինժեներական շերտով, որ ռազմավարական դոկտրինով, օրինակ մեր ծրագրերում այս ամեն ինչի պատասխանը կա, ձերինում չկա։ Ու սրանք էլ հարցեր են, որոնց պատասխանել չունեք։ Ունեք մենակ բանավոր ու անհիմն թվեր, որոնք մեծ հնչում են, որ ընդհանրապես տպավորվեք մարդկանց մոտ։ Ու ասեմ, որ էս էլ արդեն քաղաքականություն չի։ Էս Microsoft-ի PowerPoint-ը առանց իրականության։ Հետո ինչ է ասում ես մեր ընդդիմադիրը։ Ասում է ամենահետաքրքիրը, թե բա Հայաստանի օդը պաշտպանելու ենք։ Ոստեղ դու հասկանում ես, որ այս ասում է մի մարդ, որը ոչ բանակում է ծառայել, ոչ կռվի է մասնակցել, ոչ համակարգը հասկացել, ոչ էլ պատերազմի գինը գիտի։ Ինչ էլ գիտի լսելով, մեկ էլ YouTube-ից։ Ու այս ամեն ինչի ամենաողբերգական հեգնանքը այն է, որ իրանց փրկիչ մասնագետը, որով գլուխ են գովում, այն նույն համակարգերից է, որոնք հələ երեք 44-օրյա պատերազմի ժամանակ աշխատում էին մեր դեմ։ Ու այս արդեն ընդամենը սխալ չի, այս կամ անգիտություն է, կամ ցինիզմ է, կամ շատ ու շատ ավելի վատ բան։ Բոլոր տարբերակներն էլ հավասար վտանգավոր են։ Ու այս ամեն ինչի բացատրությունը տալու փոխարեն մարդը Նիկոլա դաստիարակում, ասում է արայով մի խոսա, գողական մի գնա։ Այս նույն մակարդակի կռիվը, մեկը արա է ասում, մյուսը ասում է արա մի ասա։ Երկուսն էլ մնացել են նույն հարթության մեջ։ Այդտենց լավ չի, ասա արան վզից զառակցում, կամ ասենք ասա արաչի արքայա։ Յանի այս ինչ հանրային դատարկ հաղորդագրությունների մեջ եք։ Ոչ մեկը չի ուզում մի քիչ բարձրանա։
Ոչ մեկը չի բարձրանում, ոչ մեկը չի ձևավորում քաղաքական դաշտ, որտեղ այս քաղաքական բանավեճ չի, այս երկու տարբեր տոնով ու երկու տարբեր հայերենով նույն դատարկությունն է։ Ու հենց էս է ամբողջ խնդիրը, որ ձեզ ցույց են տալի ընտրություն, բայց իրականում տալիս են նույն բանի երկու տարբեր վարկած, մեկը աղմկոտ, մյուսը ձևական լուրջ, բայց բովանդակությունը նույնն է, դատարկություն։ Ու եթե դուք հələ փորձում եք հասկանալ սրանցից որն է ճիշտ, դուք արդեն մտել եք իրենց խաղի մեջ, որտեվ խաղը հենց այդ է, որ ձեզ պահեն իրենց միջև։ Իսկ իրականում սրանք իրար հակառակ չեն, սրանք իրար անհրաժեշտ են, մեկը առանց մյուսի չի աշխատում։ Ու հիմա նայեք ոնց է այս ամբողջ ներկայացումը շարունակվում։ Նիկոլը արդեն հաջորդ վիդեոն է անում։ Ուժեղ առաջարկ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին եւ Գ. Ծառուկյանին։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրեք արհամարել։ Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք։ Այս արդեն վերջնական անկում է։ Ուղիղ եթերում գրեք արհամարել։ Երկու տառասխալից քիչ անեք, կընդունեմ, որ ուժեղ եք։ Էս ի՞նչ է։ Քաղաքականություն, թե 5-րդ դասարանի թելադրություն։ Երբ երկրի ղեկավար կոչվածը իր չակերտավոր մարտահրավերը կառուցում է ուղղագրության վրա, այդ նշանակում է, որ ինքը այլևս չունի ոչ բովանդակություն, ոչ օրակարգ, ոչ էլ որևէ իրական չափանիշ։ Ու հիմա ամենահետաքրքիրը, ինքը անունները չի ասում ամբողջությամբ՝ Ռ. Քոչարյան, Ս. Կարապետյան, Գ. Ծառուկյան։ Այս պատահական չի, այս երկու բանի նշան է, կամ ինքը իր սատարողների առաջ որպես հակառակորդ ներկայացվածներին ամբողջությամբ ձևակերպելու ներքին վստահություն չունի, կամ էլ դիստանցիա է փորձում ստեղծել, իբր վերևից է խոսում, բայց իրականում ստացվում է հակառակը, ոչ թե բարձրություն, այլ մանրություն։ Այս այն պահն է, երբ քաղաքական լեզուն վերջնականորեն փլվում է ու վերածվում է մանր-մունր եսիմ ինչի։ Մի հատ ուշադրություն դարձրեք էլի սրա տրամաբանությանը, մի վիդեոյում ուժը չափում էր ժիմով, մյուսում Իսպանիայի մայրաքաղաքով, հիմա էլ ուղղագրությամբ։ Այսինքն պետական մակարդակում մենք արդեն ունենք չեմպիոնատ մուսկուլների աշխարհագրության ու ուղղագրության մեջ։ Այս արդեն ոչ թե քաղաքական դաշտ է, այլ ինտելեկտուալ սնանկության բացահայտ ցուցադրություն։ Ու ամենավտանգավորը այն է, որ այս ամեն ինչը չի արվում պատահական։ Այս նույն երկկողմանի պայմանավորված տեխնոլոգիան է, որ իջացնեն ամեն ինչ այնքան, որ իրական բարձր ու լուրջ հարցերը դուրս մնան խաղից, որ դուք չհարցնեք, բա որտեղ է ռազմավարությունը, որտեղ է արդյունքը ու որտեղ է պատասխանատվությունը։ Սրանց նպատակը այն է, որ այդ բոլոր լուրջ հարցերի փոխարեն դուք քննարկեք, թե վերջը ով ոնց գրեց արհամարել բառը։ Ու ձեզ ավելի պարզ ասեմ, հայեր ջան, այս արդեն ոչ թե շեղում է, այլ ծաղրը հասարակության հասցեին։ Ու հիմա մենք տեսեք էլի ամբողջ պատկերը, մեկը ասում է արա, մեկը ասում է արա մի ասա, մեկը խոսում է խաղաղությունից, որը չունի ոչ մի երաշխիք, այլ ճիշտ հակառակը ապագայի սպառնալիքներ, մյուսը խոսում է ծրագրերից, որոնք չունեն ոչ հիմք, ոչ ռեսուրսների հիմնավոր բացատրություն ու էլի ոչ էլ երաշխիք։ Վերջում բոլորը միասին հայտնվում են նույն տեղում, դատարկության կենտրոնում։ Ու հիմա եթե դեռ հարցնում եք սրանցից ով է լուրջ, պատասխանը պարզ է, ոչ մեկ։ Ու ասեմ ձեզ, որ ազգերը կործանվում են ոչ միայն այն ժամանակ, երբ թշնամին ուժեղ է, չնայած մեր թշնամին մեզանից ուժեղել չի, ուղղակի տենց ներկայացնում են, այ երբ լույսի բանակը հեղափոխությամբ գա իշխանության, այդ ժամանակ կտենաք, թե մեր թշնամին ինչ տիպի մեզանից ուժեղ չի։ Ու անգամ եթե ուժեղել է, դրանից չի, որ ազգը կարա կործանվի։ Ազգը կործանվում է այն ժամանակ, երբ իր վերնախավ կոչվածը դադարում է լուրջ ելնել։ Այն ինչ դուք տենում եք այս իշխանություն, իր անդիմություն, այս իրենց հանրային դատարկ հաղորդագրությունների մեջ, այդ քաղաքականություն չի, այդ քաղաքականության սիմուլյացիա է։ Սրանք արդեն ոչ թե տարբեր բևեռներ են, այլ նույն հարթության տարբեր դիմակներ, ու այդ հարթությունը մի անուն ունի՝ նվազագույն, այսինքն նվազագույն պահանջ, նվազագույն լեզու, նվազագույն միտք, նվազագույն պատասխանատվություն։ Սրանց մոտ ամեն ինչ պրիմիտիվի մեջ է, ու ստեղ ամենակարևոր ճշմարտությունը այն է, որ սրանք իրար հակառակ չեն, սրանք իրար լրացնում են, մեկը իջացնում է դաշտը, մյուսն էլ իրան ձևատալի, թե իբր բարձրացնում է դաշտը, բայց վերջում երկուսն էլ պահում են նույն սահմանը, որ ոչ մեկը այդ նվազագույնից վերև չանցնի։
Էս հստակ համակարգ է, էս սրանց համակարգն է, էս հայակործան համակարգն է, էս հենց այն համակարգն է, որը վերջին տասնամյակներում այտենց բոլորից շեղելով ձեռներիցդ տարել է ամեն ինչ, հողեր, պատմություն, արժանապատվություն, միասնություն ու պայքարի ջիղ։ Էս այն նույն համակարգն է, որտեղ աղմուկը միշտ փոխարինել է բովանդակությանը, իսկ վատ բեմադրած ներկայացումն էլ իրականությանը։ Ձեզ իբր տալիս են ընտրություն, բայց իրականում ընտրելու բան չկա։ Ու սրանց այս հանրային հաղորդագրությունները պատահական չեն, այս հստակ հաշվարկա, որ երբ ասում են խաղաղություն, չհարցնեք, բա ուր է երաշխիքը։ Երբ ասում են 0% հարկ ենք բերում ձեզ, չհարցնեք, բա ուր է տնտեսական ճարտարապետությունը։ Ու երբ իրար սենց վիդեո հաղորդագրություններ են ուղարկում, այդ արանքում էլ չհարցնեք, բա որտեղ է երկարաժամկետ պետական մտածողությունը։ Այս հանրային դատարկ հարց ու պատասխանները նրա համար են, որ դուք մնաք մանրուքների մեջ, որ քննարկեք ձևը, ոչ թե էությունը կամ բովանդակությունը։ Այս թատրոնը առանց սցենարի, այս աղմուկը առանց իմաստի ու շարժումը առանց ուղղության։ Ու դուք ոչ թե ստիպված եք կամ պարտավոր եք ընտրել իշխանություն կամ ընդդիմություն, այլ ընդհակառակը դուք կարաք, իրավունք ունեք ու պետք է հրաժարվեք այս բոլոր կերպարներից ու իրենց ուժերից։ Ու այդտեղ ձեր համար կբացվի արդեն լույսի բանակի քաղաքական մակարդակը, որտեղ պարզ կհասկանաք, որ պետությունը չի կառուցվում սարկազմով, չի կառուցվում կիսատ ծրագրերով ու չի կառուցվում ցուցադրական թվերով։ Պետությունը կառուցվում է հակահայկական համակարգը ջախջախելով ու նոր հայանապաստ համակարգը ներմուծելով, հստակ հաշվարկով, գաղափարական ողնաշարով ու ռազմավարությամբ, որը դիմանում է ժամանակի փորձությանը։ Ու այս ամեն ինչը լույսի բանակից բացի ուրիշ ոչ մեկ ձեզ չի առաջարկում, կարամ ապացուցեմ էլ։ Եթե մենակ լույսի բանակը չի, ապա դուք ասեք էլ ով է։ Մի հատ մտեք մեր կայք ու ծանոթացեք մեր ծրագրերի ծավալին ու բովանդակությանը ու ասեք տենամ էլ ով է տենց ծրագիր ներկայացնում կամ ով կա, որ մեր ծրագրի ծավալի գոնե կեսը ներկայացրել է ձեզ։ Էս էլ ձեզ ապացույց, որ չեք կարա գտնեք ու մատնանշեք նենց մեկին, ով ունի այն, ինչ ունի լույսի բանակը։ Բոլորը նստած են պրիմիտիվ ծրագրերի ու լոլոների վրա։ Միակ բանը, որ իրանք ունեն, իսկ մենք չէ, այդ ֆինանսն է։ Մի հատ երբ բոլորովդ մեզ աջակցեք ու այլևս ֆինանսից էլ չնեղվենք, այդ ժամանակ կտենաք իրական քաղաքական փոթորիկը, որը սրբում տանում է իրանց քաղաքական գործիչ, հռչակած ու լոլոներով ազգի գլուխը տանող կերպարներին։ Ֆինանսից բացի մնացած ամեն ինչ լույսի բանակից բացի ուրիշ ոչ մեկի մոտ չկա։ Իսկ երբ այդ ամենը չկա, մնում է մենակ աղմուկը ու դրանց բոլորի հետ դուք մենակ էդ եք տենում։ Էս է ամբողջ ճշմարտությունը, որ դաշտը կառուցված է նենց, որ ոչ թե տենակ թե ով է ճիշտ, այլ որ այդ ճիշտը նույնիսկ չմտնի խաղի մեջ։ Ու հիմա հարցը այն չի, թե սրանցից ով ինչ ասեց կամ ով ոնց պատասխանեց։ Հարցը այն է, թե մինչև երբ եք պատրաստ նայել այս ներկայացումը ու համարել այդ իրականություն։ Որովհետև հենց այն պահին, երբ դուք դադարում եք լինել հանդիսատես, այդ ամբողջ թատրոնը փլվում է։ Ու հիշեք մի պարզ բան, եթե քաղաքականությունը իջել է ուղղագրություն ստուգելու, մայրաքաղաքներ հարցնելու ու ժիմանելու մակարդակի, ուրեմն խնդիրը ոչ թե այդ հարցերն են, այլ այն, որ երկիրը, դուք ու ձեր ճակատագիրը մնացել են այդ մակարդակի վրա խոսացողների ձեռներում։ Ու այս արդեն հումոր չի, այս սահման է, կամ դու բարձրացնում ես մակարդակը, կամ ցածր մակարդակը իջացնում է քեզ։ Իրականում ընտրությունը միշտ նույնն է եղել, հիմա էլ է նույնը։ Կամ պետություն, կամ բեմադրված ներկայացումներ։ Մնացածը բեմական դեկորացիա է։ Ու հայր ջան, իրոք սրտանց ու անկեղծ ուզում եմ մի հատ բան ասեմ։ Ես չեմ ուզում, որ դուք լույսի բանակին հասկանաք ու գնահատեք այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է ալնելու։ Ամեն ինչ արեք, որ մեզ հիմա հասկանաք ու հիմա միանաք մեզ, քանի դեռ շատ ուշ չի։ Ու ինչպես միշտ ամենայն հիմնավորմամբ կասեմ նույնը, որ հիշեք, կրկնեք ու հավատացեք, միայն լույսի բանակ ու ուրիշ ոչ մեկ, ու առաջ Աստված։ Այսօր այսքանը, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։ Հայ ազգի, հայ ազգը հանուն լույսի բանակի
հայությունը միասնական կանգնած է ողջ հայությունը Լույսի բանակը հանուն հայասկի հայասկը հանուն լույսի բանակի Ողջունում ենք բոլոր ասկանավերների Միասին մերժում ենք հայակոծ անդևերի Լույսի բանակը խելքի պես կտավ հնար Բոլորս միասին դեպի հայք դեպի ոսկեդար Բռունցքը վեր Մենք եկել ենք որ հետ բերենք այն ինչը մեն է Բռունցքը վեր Հայ ասկի վերածնուտն է հայետերն է Բռունցքը վեր Խավարի աղուսավ սապրենք մենք ենք լույսը Միայն մեր ասո ու մեր վրա է հույսը Մենք մարդիկներն ենք Գարեգին նշտեհի մենք հզոր սերունդն ենք տիգրան մեծին Հայասկի կողքին ենք հաջաբար Հանուն այրենիքի Դավիթ բերքավար Աշխարհի բոլոր այրերը ունեն մեկ ուղղություն Դեպի հաղթանակ, դեպի ազատություն Մենք ենք լույսը խավարի կիսող տանակ Ողջ ազգով միասնական ենք մենք ենք մեզ լույսի բանակ Բռունցքը վեր, կես իշխանների մեր ժողը մենք ենք Բռունցքը վեր, ենք հակահայերի ճակատին ուված ենք Բռունցքը վեր, մենք չունենք կանգատ Թշնամումներում չկա, մեր օրենքը մեր արյունն է Աստված վկա Կես իշխանների մեր ժողը մենք ենք Բռունցքը վեր, մենք հակահայերի ճակատին ուված ենք Բռունցքը վեր, մենք չունենք կանգատ Թշնամումներում չկա, մեր օրենքը մեր արյունն է Աստված վկա Մենք կատարվող գործողություն ենք Մենք իրական փոփոխություն ենք Մենք միասին ենք Աշխարհի ինլու Սերունդները քարե վերդի պես ամուր Եթե այն այքը Որը մենք ենք բերում Հայոց նոր պատմությունը Մենք ենք կերտում Հզոր է հայասկի մեջ Ուժը միասնության մեջ Հիշեք և կսվիրնենք Միայն լույսի բանակ է վերջ Հրճակենք տիգրան մեծի կտակը Հայքը մեր է Հայքի զավակն էլ այստեղ է Հայը տերն է Լույսի բանակը հանուն հայասկի Հայասկը հանուն լույսի